Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մաթեմատիկայից անցնելու ենք դաս 36-ը, էջ 67։ Սկզբում, ինչպես միշտ, կատարում ենք բանավոր առաջադրանքները։ Լրացնում ենք վանդակները, երեխաները շաշկերով յուրաքանչյուրը մեկը մյուսին շարունակելով ասում են 6-ը կազմված է 4-ից և 2-ից, 8-ը կազմված է 2-ից և 6-ից, 10-ը կազմված է 6-ից և 4-ից, 8-ը կազմված է 4-ից և 4-ից, 9-ը կազմված է 4-ից և 5-ից, 10-ը կազմված է 5-ից և 5-ից, 7-ը կազմված է 5-ից և 2-ից, 6-ը կազմված է 2-ից և 4-ից, 10-ը կազմված է 4-ից և 6-ից, 9-ը կազմված է 6-ից և 3-ից, 10-ը կազմված է 3-ից և 7-ից։ Այժմ առաջադրանք 4-ն ենք կատարում։ Տաթևիկը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց, նրանցից ով է ամենափոքրը։ Եթե երեխաները անմիջապես չեն գուշակում, կարելի է փայտիկներ դնել 3 տարբեր երկարությամբ կամ գծիկներ գծել՝ երկար, միջին, կարճ, և երեխաների անունները համապատասխանաբար փայտիկների վերևում գրել։ Օրինակ, այսպիսի գծիկներ կարելի է անել և հետո գրել անունները։ Տաթևիկը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց։ Սա ուրեմն տաթևիկն է, որը փոքր է Աննայից, բայց մեծ է Տիգրանուհուց։ Նրանցից ով է ամենափոքրը։ Նայում ենք ամենափոքրին, Տիգրանուհին ամենափոքրն է։ Կարելի է տարբեր հարցեր առաջարկել։ Ով է ամենամեծը։ Ամենամեծը Աննան է։ Աննան ումից է մեծ։ Աննան մեծ է թե Տիգրանուհուց, թե տաթևիկից։ Տաթևիկն ումից է մեծ։ Աննայից է մեծ։ Ումից է փոքր տաթևիկը։ Տաթևիկը փոքր է Աննայից։ Իսկ Տիգրանուհին ումից է փոքր։ Տիգրանուհին փոքր է թե տաթևիկից, թե Աննայից։ Առաջադրանք 5-ն ենք կատարում։ Գումարները կարդա աճման կարգով։ Նախ երեխաների ուշադրությանը հրավիրում ենք առաջին գումարելիներին, տեսնում եմ, որ բոլոր արտահայտությունների մեջ առաջին գումարելին նույնն է՝ 12, 12, 12։ Ուրեմն երեխաները, որպեսզի գտնեն մեծ արտահայտությունը կամ փոքրը, պիտի համեմատեն երկրորդ գումարելիները։ Քանի որ պահանջվում է կարդալ աճման կարգով, աճել նշանակում է փոքրից մեծանալ, գտնում ենք ամենափոքր երկրորդ գումարելին, դա 0-ն է։ 0, 12 գումարած 0-ն առաջին արտահայտությունն է, կարելի է համարակալել։ Հաջորդը 12 գումարած 2-ն է, մյուսը 12 գումարած 3-ն է, հետո 12 գումարած 5-ն է, 12 գումարած 6-ը 5-րդն է և վերջին ամենամեծը 12 գումարած 8-ն է։ Կարելի է նաև արտահայտությունների արժեքները հաշվել։ 12 գումարած 0 հավասար է 12, 12 գումարած 2 հավասար է 14, 12 գումարած 3 հավասար է 15, 12 գումարած 5 հավասար է 17, 12 գումարած 6 հավասար է 18 և 12 գումարած 8 հավասար է 20։ Հարցնում է. առեղծվածային տնակում պահված է 3 արտահայտություն։ Ինչ արտահայտություններ կարող են լինել դրանք։ Երեխաները նայում են և գտնում են, որ այստեղ պակասում է 1 թիվը, 4 թիվը և 7 թիվը միանիշ թվերից որպես գումարելի։ Այսինքն կարող է տնակում թաքնված լինել 12 գումարած 1 արտահայտությունը, 12 գումարած 4 արտահայտությունը և 12 գումարած 7 արտահայտությունը։ Առաջադրանքի 3-ն ենք կատարում և անցնում ենք երկրորդին, որը գրավոր է։ Թվերը կարդա նվազման կարգով և գրիր տետրում։ Նախ երեխաները թվերը կարդում են նվազման կարգով՝ 15, 14, 10, 9, 3։ Տետրում գրելուց հետո կարելի է առաջարկել աչքերը փակել, հիշել թվերը և գրել նույն թվերը աճման կարգով՝ 3, 9, 10, 14, 15։ Եվ ամենավերջում կատարում են առաջադրանք 2-ը։ 3-ին գումարած 7 հավասար է 10-ի։
13-ին գումարած 7 երեխաները գիտեն, որ պիտի տասնյակը մտապահեն, 3 գումարած 7-ը 10 էր, մի հատ 10 ունենք, ուրեմն կլինի 20, 2 տասնյակ, 4-ին գումարած 6 հավասար է 10-ի կամ 1 տասնյակի, 14-ին գումարած 6 հավասար է 2 տասնյակ կամ 20, նույն ձևով կատարում են մյուս առաջադրանքները։ Ամենավերջում կատարում են 6-րդ առաջադրանքը, գծում են նմանատիպ եռանկյուն, տանում են հատվածն այնպես, որ այն բաժանվի 2 եռանկյունների։ Գագաթից, ցանկացած գագաթից երեխաները կարող են մի հատված տանել, որ ստանան 2 եռանկյուն։ Կարելի է այսպես, կարելի է նաև այսպես։ Կենտրոնից մինչև գագաթներից որևէ մեկը կարելի է տանել հատվածը եւ ստանալ 2 եռանկյուն։ Կարելի է գրատախտակին տարբեր ձևերով ցուցադրել, երեխաները ինքնուրույն կգան, կգծեն եւ իրենց ուզած եռանկյունները կստանան։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։